Բարև ձեզ հարգելի ընկերներ, տես մի քիչ առանձնահատուկ ավտոլայվ է, ոչ թե իմ մեքենայի մեջ ենք, այլ մեր վարազդատի, ահա դա, վարազդատի մեքենայի մեջ ենք, Սերգեյ Նահարությունյան, ողջույններ, այսօր ինչ-որ չհասկացանք ինչ հաշիվ էր, բոլորը Գյումրի են գտնում, մենք էլ որոշեցինք գնանք Գյումրի, ինք իրավապաշտպաններից Արսեն Բաբայան Գյումրիում է, գնանք տեսնենք ինչ է տեղի ունենում, ինչ որ ասում են կարևոր իրադարձություն կա այսօր Գյումրիում, շարժվում ենք այս պահին Գյումրի, հարգելի ընկերներ, բայց մի հատ կարճ լայվ եմ ուզում անեմ, երեք հետաքրքիր, ինչ որ զգում էի, որ մի բանի նմանացնում եմ, մի հատ բոլոր հարցերի փորձագետ կա, էլի, անունը էական չի, որտեվ տենց բոլոր հարցերի փորձագետը ինձ թվում է բոլորը գիտեն ով է։ Մեկ բոլոր հարցերի փորձագետը, մեկ ԿՊ, ներեք ինչ որ տարբեր հրապարակումներ էր անում, սրան ենք պատժելու, նրան ենք վարչական պատասխանատվության ենթարկելու, լռության օրով էս ինչ եք անում, չի կարելի, ամբողջ օրվա ընթացքում հիշում եմ, ախր տես մի հատ պերսոնաժ եմ ես, հիշում առավոտը հիշեցի, ուրեմն խնդրում եմ, կարդացեք, 3 էջա, 4 էջա ավել չի, 10 րոպեվա կարդալու բան է, Անտոն Պավլովիչ Չեխովի Ունտեր Պրիշիբեև պատմվածքը, Ունտեր Պրիշիբեև, կարճ ասեմ ինչի մասին, չեմ կարող այդ բանը զուգահեռը որ անցկացնեմ, դատա իրանից ներկայացնում, դատում են Ունտեր Պրիշիբեևին, Ունտերը դա տենց պրապորշիկն է, էլի, մարդը ծառայել է, վերադարձել է, 15 տարի ապրում է մի գյուղում, սաղի կյանքը ուտում է, այդտեղ այս ժողովուրդը ասում է, այ ձեր ցավը տանեմ, դրանց երգում ենք, պարում ենք, գալի ասում է նիպալոժինը, որտեղ է գրած օրենքներում, ես տեղ միակ մարդն եմ, որ բոլոր օրենքները գիտեմ, ես գիտեմ օրենքները, որտեղ է գրած, որ ժողովուրդը կարա երգի, պարի, ուրախանա, կամ ասենք բուն ինչի համար են դատում, խուլիգանության համար, ինչ որ միջադեպ ատահաշ տեղի ունենում, զանգ եկավ, միջադեպ ատահաշ տեղի ունենում, ժողովուրդը հավաքվում են, գալի է ժողովուրդը սկսում է ցրել, նիպալոժինը, այ մարդ է ժողովուրդը ասում է թարգեք ես Ունտեր Պրիշիբեևից, հիմա մեր մոտ այս 15 տարիա կյանքներս ուտում է մեր Ունտեր Պրիշիբեևը, ասենք, չգիտեմ, ես օրինակ հիշեցի, թե ոնց էր մի 6 տարի առաջ գնացել մարդու գարաժ էր մտնում, ինչ որ չգիտեմ ինչ էր անում, խալխի գարաժ էր մտնում, Սայաթ Շիրինյանի, ինչ որ տենց անընդհատ ինքը ու այդ մարդուն թուղթուգրի չեն տվել, որ օրենք գրի։ Հիմա ինչի մասին է խոսքը, լռության օրվա կարգավորումների մասին։ Ժողովուրդ ջան, իրավաբանությունը այդ տեքստից բացի նաև դրա մեկնաբանություններն են, առաջի հերթին դրա մեկնաբանություններն են։ Հակառակ դեպքում բոլորս կարանք երկու հատ տեքստ կարդալ կամ գրել Ունտեր Պրիշիբեևի օրինակով ու մեր անունը դնենք իրավաբան։ Իրավաբանությունը գիտություն է, որը իր սկզբունքներ ունի, որը իր տրամաբանություն ունի։ Ցանկացած իրավունքի ճյուղում, ցանկացած օրենքում, այդ օրենքի կարգավորման առարկայից դուրս գտնվող հարցերը, այդ օրենքի հետ կապ չունեն, չես կարա պատժես։ Ընտրական հարաբերությունների սուբյեկտ չեն, այն մարդիկ, որոնք որ ոչ քարոզչություն իրականացնող տվյալ դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի մասով, այդ 9 կուսակցություններից կամ դաշինքներից մեկն են, ոչ դիտորդ են, ոչ հավատարմագրված լրագրող են, ոչ վստահված անձ են, ոչ մի կարգավիճակ չունեն այդ դեպքում ընտրական օրենսգիրքը նրանց հետ ինչ կապ ունի։ Ընտրական օրենսգիրքի հետ հարաբերությունները չի կարգավորում։ Լռության օր, այս ինչ կարելի է, այն ինչ չի կարելի, չի վերաբերում, ոչ ընտրող են, առավել եւս։ Այսինքն մարդը իր Facebook-յան էջում կարող է ինչ-որ մի դիրքորոշում հայտնի, հետո Ունտեր Պրիշիբեևի պես ով ինչ գրում է, տակը գրում է, չի կարելի, հələ գնա կարդայես ինչ հոդվածը, բան, այ ախպեր չի կարելի, որը դա ինչ եք ուզում մեզնից։ Երեք էլ Բագրատ Սրբազանի հետ կապված արդեն դանոսը տվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովին, բա դու գանեք։ Ինձ շատ հետաքրքիր է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոնց է արձագանքելու Ունտեր Պրիշիբեևի այս բանի գնացի։ Երեք էլ լրագրողներից մեկն էր ինչ-որ բան գրել, տակը գրել է, չի կարելի, գրա կարտաբար, այ ախպեր ջան, այս Ունտեր Պրիշիբեևյան իրավաբանությունը, կարդացեք էլի խնդրում եմ, այդ զուգահեռը ձեզ ուղղակի հագից չի տալու, որ թեև ես ասեմ ցեզ այս Ունտեր Պրիշիբեևը դրական կողմեր ունեցող պերսոնաժ էր, որտեղ
ամեն դեպքում մարդը տենց բավական հետաքրքիր ազնվություն ուներ նաև իր մեջ, էլի։ Ամեն դեպքում սա էի ուզում ասել, տղեկը ինչ-որ բան ունեն ասելու, սկսենք Սերգեյից, Սերգ։ Թողեք ապրենք էլի։ Հա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եթե չտուգանի, ապա Դանիել Լեոնիսյանը կտուգանի եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ Բաղդադ Սրբազանին։ Ոնցոր նայեմ մեզ։ Այ։ Դե լավ, սենց բարձր տրամադրությամբ գնում ենք մեր երկրորդ քաղաքը։ Հայրաքաղաք։ Հա։ Ինչպես Սերգեյը նշեց, մայրաքաղաքից հայրաքաղաք, տեսնենք ինչ կա։ Ինչ-որ շատ են մարդիկ այնտեղ գնում, ոստիկաններ են տանում, ինչեր են անում, չգիտենք էլի, մեկ էլ գետակով։ Որտեղ ոստիկաններ մեզնից ակախ գնում այդտեղ հայտնվում ենք։ Այդպես, լավ եղեք, հաջողություն, մինչ նոր հանդիպումներ։